Դանիելյան բարեզը շնորհակալ եմ Գոլիժակ տաղավար, երկու հիմնական հարց կա, որոնց հետ կապված կլսենք ձեր գնահատականը եւ այսպես քաղաքային խնդիրների մասով ինչ եք առանձնացրել այսօրվա համար, որ կուզեք անդրադառնալ եւ նաեւ մենք տեսանք, որ վերջերս ըստ էության Տիգրան Ավինյանը նորից դժգոհ է կամ իրենք էլ հասկանում են, որ համատարած բոյկոտը ըստ էության շարունակում է տրանսպորտի թանկացման դեմ։ Երեք տեսանյութեր ենք տեսնում, թե աշխատանքային ժամի ավարտին քաղաքացիները ուղղակի իրար հետ վիճելով, իրար վիրավորելով, քաղաքային իշխանությանը հիշելով, այսպես ասենք, ոչ լավ իմաստով, ինչպես են փորձում խցկվել, տեղավորվել հանրային տրանսպորտի մեջ, որպեսզի գործից հետո, ինչպես ասում են, տուն հասնեն հանգստանան։ Խնդրեմ, ասում եմ, որ պետք է խստացնել, հա, կարծեմ այս տուգանքները եւ ըստ էության հիշենք քաղաքացին քերթվելու մատերիալ է։ Շնորհակալություն հրավերի համար։ Այո, ինչպես ճիշտ նկատել եք, խցկված, այդ դուք ասում եք երեկոյան դեպքերի մասին, բայց նմանատիպ դեպքեր են նաև լինում առավոտյան աշխատանքի դասի գնալուց, այո, ժողովուրդը խցկված, այդ տրանսպորտը մի կերպ բարձրանալով, շատ անգամ չբարձրանալով, ուշանալով տեղ են հասնում, թե տուն կամ աշխատանքի կամ դասի, դրանով տրանսպորտը չի բարեփոխվել, չի բարելավել, սրանց արածը բարեփոխում չի եղել, մի քանի ավտոբուս բերելով տրանսպորտը չեն բարեփոխել, բարեփոխման համար անհրաժեշտ համապատասխան շարունակական քայլերը չեն արել, բայց դրա դիմաց թանկացրել են, եւ դրա համար ժողովուրդը բոյկոտում է դեռ չի վճարում, ես այստեղ քիչ առաջ եկա էլի տրանսպորտով, համեմատաբար թեթև ժամեր տրանսպորտի համար, ոչ պիկ ժամեր, բայց էլի մարդիկ բարձրանում եւ չեն վճարում։ Մեկ անգամ փորձում են վալիդատորից օգտվել կամ մոտեցնել քարտը, մերժումը հաջորդ անգամ էլ չեն էլ փորձում, կամ ընդհանրապես չեն էլ մոտեցնում, մարդիկ դժգոհում են, մարդիկ բոյկոտում են, մարդիկ չեն ցանկանում, չեն համակերպվում, չեն հարմարվում այս 150 դրամ սակագնին։ Մնացածը թե փաթեթներ են, թե ինչ որ էժան տարբերակներ կա, դա մանիպուլյացիաներ են։ Գինը իրականում թանկացել է ու սրանք թանկացրել են այս տրանսպորտ պատճառաբանելով, թե իբր շարժակազմեր են բերելու, արդյունքում իրենք միջև այդ թանկացնելն են շարժակազմեր բերում։ Այսինքն իրանք հիմա էլ կարող են շարժակազմերը բերել, քաղաքը ամբողջությամբ ծածկել տրանսպորտի շարժակազմերով, նոր մտածեին թանկացնելու մասին։ Այն էլ թանկացնել ոչ այսքան։ Իհարկե սկզբից 300 դրամ էին թանկացրել, հետո մեր պայքարի արդյունքում, այլ Հայաստանի պայքարի արդյունքում գինը դառավ 150 դրամ, իրականում թանկացման կարիք չէր լինի, եթե իրանք համապատասխան մենեջմենտ անեին, ճիշտ կառավարեին եւ նորից եմ կրկնում, մեքենաներ ավելի ճիշտ շարժակազմեր բերեին, համալրեին, այդ պարագայում ճիշտ կառավարեին տրանսպորտը, հավատացեք, թանկացման կարիք չէր լինելու։ Այնինչ հիմա իրենք չեն հավաքագրումի մասով թերանում են, թեր հավաքագրումներ են լինում, մարդիկ չեն վճարում, դրա համար արդեն անցել են ավելի կոշտ մեթոդների եւ Տիգրան Ավինյանը բացահայտ հայտարարում է, որ պետքա ժողովրդին տուգանել։ Եվ եկող տարվա 2026 թվականի բյուջեով այդ մասով, ուրեմն վարչական իրավախախտումների մասով տուգանքների չափը ավելացել է 361 միլիոն դրամով։ 1 միլիարդ 134 միլիոն նախատեսված է եղել 2025 թվականի համար եւ 1 միլիարդ 495 հազար դրամ արդեն նախատեսված է 2026 թվականի համար։ Այսինքն այս իշխանությունները մեր ժողովրդին դարձրել են իրենց ղեկավարի ասած տուգանքի մատերիալ։ Ես այդ բառը չեմ սիրում ասել, այս պարագայում ուղղակի երկրորդեմ կամ կրկնեմ իր խոսքերը, մեր ժողովրդին դարձրել են տուգանքի մատերիալ։ Այսինքն 361 միլիոն դրամով ավել են տուգանելու երևանցուն, 361 միլիոն դրամով ավել են տուգանելու հայ մարդուն։ Ինչա թե իրենց նկարագրելով հավաքագրումները թերիա կատարում, գինը սահմանեք 100 դրամ, գինը իջեցրեք 100 դրամ, թերի չի կատարվում, մարդիկ բոլորն է կվճարեն։ Այնպես որ այս իշխանությունների դեմքը եւ 2026 թվականի բյուջեով այդ գինը մնալու է 150 դրամ, չեն էժանացնելու, ինչպես նաեւ չեն էժանացնելու կարմիր գծերի ուրեմն կայանման գումարը, ինչպես եղել է 2025-ին եւ 24-ին, այնպես է 2026-ի համար են նախատեսել 100 ուրեմն տարվա համար 160,000 դրամ գումարը, ինչը որ մենք բողոքարկել ենք, Մայր Հայաստանը բողոքարկել է երկու անգամ 24 թվականի համար եւ 25 թվականի համար բողոքարկել է դատարան եւ շահել է այդ գործը։ Երկու անգամ 5 դատավորով ասել են, որ այդ որոշումը
իրավաչափ չի, այս մարդիկ գնացել են բողոքարկել են վերաքննիչ դատարան։ Երկու դեպքում էլ եւ վերջերս անցած շաբաթ վերաքննիչ դատարանից պատասխան եկավ, որ ուրեմն թողեցին իրանք որոշումը, առաջի հայցյանի որոշումը թողեցին ուժի մեջ, այսինքն պատասխան եկավ իրանք, որ դուք սխալ եք տղաներ։ Այս որոշումը կայացրած որոշումը սխալ որոշում է։ Հիմա էլի դեռ չեն համակերպվում այդ մտքի հետ, իրանք տանելու են վճռաբեկ դատարան, որոշումը թողել են նույնը եւ 2026 թվականի համար այդ մասով գումարը չի փոխվի առանձնապես։ Նախատեսված է 1 միլիարդ 970 միլիոն դրամ կարմիր գծերից հավաքագրում։ Դրա փոխարեն իրենք ինչ են արել ծախսերի մասով, որտեղ են գումար ավելացրել։ Վարչական դատարաններում իրենց բողոքարկումների մասով բողոքարկման գումարները 10 միլիոնով դեռ ավելացրել են։ Այսինքն քաղաքացիները կամ այս պարագայում Մայր Հայաստանը, երբ որ բողոքել է որոշման դեմ դատարան, իրենք այդ բողոքը վերադաս դատարանում բողոքարկում են, վերաքննիչ կամ վճռաբեկ։ Այդ բողոքարկումների համար իրենք 10 միլիոն դրամ գումար են ավելացրել ծախսային մասում, բյուջեի ծախսային հատվածում, որպեսզի բողոքարկումներ անեն, բայց ինչա չհամաձայնվեն այն որոշման հետ, ինչ որ կայացրել է դատարանը։ Այն դատարանը, որտեղ նստած են եղել 5 դատավոր ամեն որոշման, ամեն տարվա որոշման համար 2024 եւ 2025 թվականների համար։ Բայց այս մարդիկ չէ, ծախսն են շատացնում, ձեր գրպանից վճարած հարկեր турքերով իրանք ուրեմն ինչ են անում։ Դատարանների ուրեմն պետ турքերը, որ վճարում են, դա բարձրացրել են 10 միլիոնով, որպեսզի բողոքարկեն ձեր դեմ կայացրած որոշումների համար, այսինքն ձեր հավաքած ձեր վճարած գումարը ձեր դեմ են աշխատացնում։ Պատկերացնում եք հարգելի հայրենակիցներ։ Այս է այս իշխանությունները։ Այս են սրանք։ Դուք վճարում եք 26 ես այն անգամ ասել եմ, բայց հիմա ես փոքր սրա մասին ասեմ, 26 թվականին վճարելու եք ուրեմն 24 թվականի համեմատ 100% ավել գույքահարկ։ 13.5 միլիարդ դրամ եղել է 24 թվականին, 26 միլիարդ 753 միլիոն դրամ նախատեսել են 26 թվականին հավաքագրեն։ Տեսեք 100%-ից ավել իրանք 24-26 թվականների մեջ տարբերություն կա։ Դուք այդքան ավել եք վճարելու գույքահարկ, իսկ իրանք այդ գումարը տանելու են այդտենց տեղեր ծախսեն, այդ գումարը նաև իրանք բարձր պարգևավճար են իրանք բաժանելու։ 1 միլիարդ 128 միլիոն դրամ պարգևավճարը ուրեմն աշխատավարձային ֆոնդի 12.5%-ն է կազմում։ 26 թվականի համար իրենց աշխատավարձի քաղաքապետարանում 2300 աշխատակցի աշխատավարձի ուրեմն 12.5%-ն է կազմում։ 25 թվականին այդ գումարը պարգևավճարը կազմել է աշխատավարձային ֆոնդի 8%-ը։ 23 թվականին կազմել է 5.5%-ը։ Հələ պրոգրեսիան տեսեք ինչքան է աճել։ Իսկ կարող եք կռահել ինչի համար է 2026 թվականի համար ուրեմն պարգևավճարը այդքան ավել։ Հուշեմ ձեզ 2026 թվականին հանրապետական ընտրություններ ա լինելու։ Դրանով ինչ են անում իրանք, մտածեք ինքներդ։ Բոլորը վեհարան են գնում, մեր տաճար նում վարելու մոմավարության, մենք երեք տեսանք 10 տիրադարները ինչպիսի հայտարարություն տարածեցին, խնդրեմ ես մասով ձեր խոսքը։ Շատ ցավոտ հարցից ենք խոսում, Մայր Հայաստանը ամեն կիրակի գնում է Էջմիածին, գնում է Մայր տաճար, Սուրբ եւ անմահ եւ իրական պատարագին մասնակցելու։ Այսօր Մայր Հայաստանը գնալու է Էջմիածին մասնակցելու ժամերգությանը, մենք լինելու ենք Մայր տաճարում, լինելու ենք Մայր աթոռում, մասնակցելու ենք ժամերգությանը, կոչս, հորդորս, մեր հայրենակիցներին, ովքեր գտնեն ժամանակ, ովքեր կարողանան այդ ընթացքում ժամը 5-ի հատվածում գալ, մասնակցել ժամերգությանը, եկեք մենք ընտեղ ենք լինելու, եկեք մեր հետ միասին մասնակցեք ժամերգությանը։ Բայց նաև խնդրանքս իմ ժողովրդին, խնդրանքս հայ ազգին, ժողովուրդ ջան, եթե կլինեն ինչ-որ սադրանքներ, քաղաքացիական հագուստով անձանց կողմից, ոստիկանական հագուստով անձանց, չտրվեք սադրանքների, եկեք ձեր աղոթքը ուղղեք առ Աստված, եկեք ձեր աղոթքը ուղղեք եկեղեցու, հայ առաքելական Սուրբ եկեղեցու համար, ձեր հավատքի համար, ձեր ընտանիքների համար, մեր երկրի համար, եկեք ձեր աղոթքը ուղղեք առ Աստված, եկեք Մայր աթոռ, եկեք Մայր տաճար, եկեք եկեղեցի եւ կանգնեք Մայր աթոռի կողքը, եկեք կանգնեք եկեղեցու կողքը, ժամերգության ժամանակ աղոթք ուղղեք, նորից եմ կրկնում, առ Աստված, մեր փրկության, մեր հայրենիքի
նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Մայրաթոր Սուրբ եկեղեցու համար։ Այնպես որ Մայր Հայաստանը այսօր այո հայտարարել է եւ այսօր գտնվելու է նորից ժամերգության համար գալու է Էջմիածին, լինելու է Էջմիածնում, այնտեղ ենք լինելու, հավանաբար կհանդիպենք շատ-շատերի, մենք Մայր Հայաստանը այնտեղ է լինելու։ Բայց տեսեք, այսօր կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին պետք է պաշտպանել, ինքը գիտեք, որ Ավազանի անունով է վեհապարեն դիմում, վեհապարեց եւ Մայր Աթոռը զավթած բոլոր աղանդավորների խմբից։ 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ։ Ինչ ունեք ասելու այս մասով։ Տեսեք, այս մարդը ինչ է անում։ Այս մարդը բացահայտ հարձակվել է եկեղեցու վրա, բայց այս անգամ իր դեմքով չի անում, այլ անում է այն ինչ որ անում է եկեղեցու հանդեպ, անում է այդ 10 շակերտավոր հոգևորականների կողմից։ Ես իրանց ուրացած կասեմ, տիրադավ կասեմ, եւ նրանց ձեռքով անելու, այնպես որ շատ դատապարտելի է իհարկե, միանշանակ դատապարտելի է, իսկ այդ աղանդավորների մասով ինչ որ ասեցիք, այդ աղանդավորները դուք տեսել եք հարգելի հայրենակիցներ, սրանք որ գնացել են այս ընթացքում թե Սուրբ Սարգիս, թե ուրեմն մնացած եկեղեցիները, որտեղ որ այդ ճակերտավոր պատարակի մասնակցելու կամ ավելի ճիշտ իրանց բարերով պատարակի, դա պատարակ չէր իհարկե, մասնակցել տեսել եք որ ինչքան աղանդավոր են տարել իրանց հետ։ Տեսել եք ինչքան մարդիկ են եղել, ովքեր որ ժամանակին նույնիսկ հայտարարել են, որ իրանք հայ առաքելական եկեղեցու հետ կապ չունեցող մարդիկ են։ Թե իրանց Facebook-յան էջերն է այդ ինֆորմացիան լիքը, որ կարաք մտնեք, նայեք ու տեսնեք, թե իրանց հայտարարությունները կան դրա մասին։ Ժամանակին 10-19 թվականներին այդ մարդկանց, որ եկեղեցու մասին հայտարարություն են տալի կամ իրենց հավատքի մասին, նրանք խուսափում են այդ հարցերին պատասխանել։ Եվ ասում են դա մի անձնական հարց է, թույլ տվեք չպատասխանել։ Այսօր այդ մարդիկ չգիտես ոնց դառել են հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ Նիկոլ Փաշինյանի հետևից գնում են եկեղեցիներ, ցույց տալով իրանք հավատացյալ են։ Ուրեմն այնտեղ գնացածների մեծ մասը, գերակշիռ մասը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ չեն, քրիստոնյաներ չեն, նրանք ուրեմն կամ անհավատներ են, կամ ուղղակի աղանդավորներ են։ Աղանդավոր տարբեր եկեղեցի ասում ենք, դրանք եկեղեցիներ չեն, տարբեր հավատքի ուղղվածության մարդիկ են, բայց ոչ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Այդ դրանք են գրոհում այսօր եկեղեցու վրա։ Այդ դրանք են այսօր փորձում ինչ որ ուղղություն ցույց տալ, ինչ որ բան փոխել այս երկրում, եկեղեցում թույլ չպետք է տվացվի, որ դրանք հանկարծ կարողանան մեր եկեղեցին գրավեն։ Թույլ չենք տալուս։ Այնպես որ ես վստահ եմ, որ հայ առաքելական եկեղեցին պինդա լինելու, իր տեղումա լինելու, այս փորձությունը հաղթահարած դուրս է գալու։ Փաշինյանը նաև ասում է, պատրաստ եմ ընդունել վեհապարին, չեմ ուզում իր ձևով ասել, մի օրակարգով իր հեռանալու հարցը քննարկելու համար։ Խնդրեմ այս մասով ձեր կարծիքը։ Ես վստահ եմ, որ Գարեգին բն այս առաջարկը չի ընդունի, վստահաբար Գարեգին բն միջև այսօր ցույց է տվել, որ ինքը ուժեղ է, իր տեղում կանգնած է, իր տեղը չի զիջել եւ ասեմ ավելին, սպասում ենք եւ ես եւ Հայաստանի հավատացյալ իր հոտը մեծ մասը սպասում են Գարեգին բի մեր կաթողիկոսի կտրուկ գործողություններին այդ 10 տիրադավների մասով, ովքեր որ պետքա կարգալույծ արվեն ըստ մեզ, դա թող որոշի Գարեգին բն, թող որոշի կաթողիկոսը, բայց ըստ մեզ դրանք պետքա կարգալույծ արվեն եւ բնականաբար պետքա Նիկոլ Փաշինյանի օրակարգով չշարժվել, Նիկոլ Փաշինյանի թելադրանքով չգնալ, նրա ոչ մի առաջարկ չընդունել եւ նրա ոչ մի խոսքին ուշադրություն չդարձնել։ Այնպես որ ես համոզված եմ, որ կաթողիկոսը իր դիրքերում լինելու, չի զիջելու եւ այս փորձությունը ինքը հաղթահարած դուրս է գալու, քանի որ իր հաղթանակն է լինելու է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հաղթանակը, այնպես որ ես համոզված եմ եւ վստահ եմ, որ նորից եմ կրկնում, կաթողիկոսը հաղթահարած դուրս է գալու եկեղեցու հետ միասին, այս իրավիճակից։ Եվ այսօր նաև Մայր Աթոռը նորից հաղորդագրություն տարածեց կոչ զգաստության եւ աղոթքի։
Մայրաթոր Սուրբ Էջմիածինն իր խորը մտահոգությունն է հայտնում 10 եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով։ Մայրաթորը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած սրբազան հայրերին։ Տեսեք, այսքանից հետո Մայրաթորը իդեմս վեհափառի, փորձում է սրանց զգաստացնել, փորձում է բերել ճիշտ ուղու վրա, փորձում է նորից փրկել վեհափառը, որովհետև քանիցս հենց սրանցից շատերին արդեն համացանցում տարածված է, քանի անգամ է փրկել նույն վեհափառը։ Խնդրեմ այս մասով ձեր կարծիքը։ Այ դրա համար էլ մեր եկեղեցին 1700 տարեկան է։ Սրանք երեք եկել են, վաղը գնալու են։ Մեր եկեղեցին շարունակելու է մնալ հենց միայն այդ ինչ որ կարդացիք, այն նման պահվածքի համար, եկեղեցու պահվածքի համար, դա կլինի կաթողիկոսի պահվածքը, դա կլինի ուղակի եպիսկոպոսների պահվածքը, դա կլինի քահանաների ցանկացած մակարդակում, եկեղեցու ցանկացած մակարդակում եկեղեցիականների պահվածքը։ Այ դրա համար է մեր եկեղեցին ամուր է։ Այ դրա համար է մեր եկեղեցին կայացել է, կանգնած է եւ միշտ կանգնած է եղել մեր ազգի ու ժողովրդի կողքը, մեր պետության, պետականության կողքը եւ ամենադժվարին պահերին էլ չի ընկրկել, չի հանձնվել։ Հակառակը դեռ մի բան է կանգնել է զինվորի կողքը, դա կլինի թե 1918 թվականը, թե 1990-ականների պատերազմը, թե 2020 թվականի պատերազմը, եւ դրա համար էլ մենք հաղթել ենք միշտ, որովհետեւ եկեղեցին կանգնելով զորքի կողքը, կանգնելով կռվողի կողքը, ուժ է տվել, ոգի է տվել, իր խոսքով, եթե զենք չի բռնել, բայց նաեւ նրանք զենք են բռնել մեր հետ միասին, զորքի հետ միասին, բայց իր խոսքով միայն, այս հենց ոնց որ հիմա կարդացիք, այդպես ուժ է տվել, այդպես բերել է, փորձել է բերի խոհեմության դաշտ, փորձել է ուղի, փորձել է շտկի ճանապարհի շեղվածներին։ Հիմա թե այս կոչից ինչքան մարդ շեղված ճանապարհից հետ կգա, կտեսնենք, բայց որ ուրիշ բան պետք չէ սпасել բացի այս հայտարարությունից, դա միանշանակ է, այնպես որ այստեղ մեկնաբանելու շատ բան չկա։ Եվս մեկ անգամ ձեր կոչը մարդիկ արդեն ճիշտ ասած հավաքում են, գնում են եւ նաեւ ձեր դիմակիցներից մեկը տեսանյութ է հրապարակել, որ արդեն ամբողջ Էջմիածնի ճանապարհին ոստիկանական զորքեր են տանում։ Խնդրեմ։ Զորքերի մասով ասեմ, որ ուրիշ բան էլ սпасելի չէր սրանցից, բնականաբար իրենք հայտարարել, իրենք զորքը տանելու են, որ ապահովեն այդ 10 տիրադավների հայտարարած, չգիտեմ ինչ են դրանք ուզում անեն, ճանապարհ են բացում Նիկոլ Փաշինյանի համար, բնականաբար, զորքի միջոցով փորձելու են այնտեղ հայ հավատավոր առաքելական եկեղեցու հետևորդների մուտքը կասեցնել եկեղեցու բակ, որը որ օրինական չի, որովհետև մարդը իր աղոթքը գնալու է անի եկեղեցիում, ինչպես կարելի է մարդուն թույլ չտալ մտնել եկեղեցու տարածք կամ հենց եկեղեցի։ Այս մարդիկ գնալու են բնականաբար այդ քայլին, հիմա բազմահազարանոց զորք են տանելու, բայց նորից ու նորից կոչ եմ անում հայ ազգին, ժողովուրդ ջան, գնացեք եկեղեցի, գնացեք մասնակցեք ժամերգությանը, բայց չտրվեք սադրանքներին։ Ցանկացած մարդու սադրանքի չտրվեք, դա կլինի համազգեստավոր ոստիկան, թե ուղղակի քաղաքացիական համազգեստով անձ։ Չտրվեք սադրանքների, եղեք զուսպ, սրանք փորձելու են սադրանքների միջոցով, այն իրանց ձևերով, էլի, այն բռնոցիներով, բանով, ցրեն ժողովրդին, ճանապարհ բացեն հաջորդ քայլի համար։ Չտրվեք սադրանքների, դուք գնացեք ձեր աղոթքը արեք, հավաքվեք, այո, կհավաքվեք ընկերներով, կգնաք միայնակ, կգնաք, դա ձեր գործն է, բայց եղեք ժամերգության վայրում, եղեք եկեղեցիում, ձեր աղոթքը նորից եմ կրկնում, ձեր աղոթքը բարձրացրեք ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու, ի պաշտպանություն Հայաստանի եւ նաեւ ձեր ընտանիքների համար։ Այնպես որ Մայր Հայաստան նորից եմ կրկնում, լինելու է Էջմիածնում, լինելու է Մայր Տաճարում, լինելու է Մայրաթոռում։